Երկրորդ սահմանափակման մասին, որը վերացվել էր, երեք բարեբախտաբար վերականգնվեց։ Խոսքն այն մասին էր, որ քանի որ մեր ժողովուրդը 50,000-ամյա քրիստոնյա ազգ է, հազար ու մի հնարք է որոնել եւ գտել, թե ինչպես կեղծել ընտրությունները, ինչպես կառուսել սարքել, ինչպես քվեարկության արդյունքների վրա ազդել դրսից, ազդել քաղաքացիների կամքի վրա, այն պրիմիտիվ ընտրակաշառքը գիտենք մենք, հա, փողը տալ, ղրգել ներս, բայց ինչպես ստուգ ես այդ մարդը քվեարկել է քո օգտին թե ոչ, եւ բանը, գիտեք որ քվեարկությունները հիմա տեղի են ունենում տարբեր քաղաքական ուժերի անուններով առանձին քվեաթերթիկներով մարդը մտնում է քվեախուց, այս հարցը բարբերաբար տալիս են եւ քվեախցում ինքը եթե ուզում է ընտրություն կատարել, մեկ քվեաթերթիկն է ծալում տնում ծրարի մեջ, մնացածը լցնում է աղբամանը քվեախցի ներսում։ Հա։ Դուրս է բերում եւ այդ ծրարն է գցում քվեատուփ։ Եթե ծրարի մեջ նշում լինի, ծրարի միջի քվեաթերթիկի մեջ նշում լինի, то ծրարի վրա նշում լինի, ծրարի մեջ քվեաթերթիկից բացի ուրիշ բան լինի, դա կլինի նշան, որպեսզի հաշվարկի ժամանակ երևա, որ ահա, տեսեք 4 հատ բան ենք գրել, քվեաթերթիկ ենք կդել, որի վրա հետը թուղթ կար, կանաչ գույնի թուղթ կար, վրան գրած էր ես ձեր չարը տանեմ։ Վերջում հաշվում են 43 հատ այդպիսի քվեաթերթիկ է ելել, ես ձեր չարը տանեմ, այնտեղ վերջում հաշվարկ են անում, ասում են 43-ը չի ելել, 50 հոգու ենք փող տվել։ Հա, այսինքն կոնկրետ փողով քվեարկության հաշվարկի մեխանիզմ էր ինչ է ծրարի մեջ դրված ինչ որ թուղթը կոնֆետի բանը թղթիկը դորը, դո չգիտեմ, ինչ որ մի բան։ Դրա համար 21 թվականին այս ազգային ժողովը որոշել էր, որ ծրարի մեջ, եթե մաքուր քվեաթերթիկից բացի ուրիշ բան կա, մազ, կանաչ գույնի, կապուտ գույնի, ինչ գույներ կային, մազ լինի, ուրեմն այդ քվեաթերթիկը պետք է համարվի անվավեր, ծրարով բանով պետք է մարվի, կողքի տրվի, չպետք է հաշվվի։ Ինչը հասկանում եք, որ լավ բան է։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։